Սիրելիներ, այսօր եւս պիտի խոսենք հին ուխտի անձնավորություններից մեկի մասին, նրա կյանքը պիտի քննենք եւ մեզ համար ուսանելի դասեր խորհուրդներ պիտի վերցնենք։ Նեհեմիայի պատմությունը համանուն թղթի մեջ է գրված, գրքի մեջ է գրված։ Նրա կյանքը համընկնում է Բաբելոնյան գերության ժամանակաշրջանին, որդին էր Աքազիայի, կարծվում է, որ Հուդայի թագավորական ցեղից էր գալիս, եւ Նեհեմիա թարգմանաբար նշանակում է Տիրոջ մխիթարությունը։ Նեհեմիայի գիրքը երկու հեղինակ ունի, այդպես է կարծվում, շատ աստվածաբանների կարծիքը սա է։ Նեհեմիան գրել է առաջի 7 գլուխները եւ նաեւ 8-րդ գլխի 4-ից 31 համարները, մնացածը Եզրաս դպիրի գրություններն են եւ շատ հաճախ այս գիրքը կոչվում է Եզրասի երկրորդ գիրք։ Գրվել է 446-ից 434 թվականներին Քրիստոսից առաջ։ Աստծո ժողովուրդը Բաբելոնյան գերությունից սկսեց ետ դառնալ։ Այն ժամանակ այլևս չկար Նաբուգոդոնոսորը, Բաղդասարը, Պարսից եւ Մարաց թագավորություններ Բաբելոնի վրա։ Եվ այդ ետդարձը 3 փուլով տեղի ունեցավ։ Առաջինը Պարսից Մարաց Կյուրոս թագավորի օրոք էր 538 թվականին Քրիստոսից առաջ։ Այն ժամանակ ժողովուրդը ետ եկավ, ուզեցին իրենց տաճարը կառուցել, բայց ներքին խմորումներ կար այնտեղ, հակառակություն կար, չկարողացան այդ բան անել։ Երկրորդ փուլը Դարեհ թագավորի օրոք էր, նորից Պարսից եւ Մարաց թագավոր էր 521 թվականին Քրիստոսից առաջ, այս անգամ Զորաբաբելի առաջնորդությամբ կարողացան այդ տաճարը վերականգնել։ Այս երկու թագավորներն էլ շատ բարեհաճ են գտնվել Աստծո ժողովրդի հանդեպ եւ նրանց մասին կարող եք կարդալ Դանիելի մարգարության մեջ։ Եվ երրորդ փուլը Արտաշես առաջին թագավորի օրոք էր, Պարսից թագավոր էր սա։ Հայոց թագավոր էլ ենք ունեցել Արտաշես, չշփոթենք։ Ուրեմն այս փուլը երկու դարձով եղավ։ Առաջինը 458 թվականին էր, երբ Եզրաս դպիրը ինքը ժողովրդին առաջնորդեց հետ գալու եւ իր հետ միասին Մովսեսի օրենքների գրքի մեկ օրինակը բերեց։ Եվ վերջին դարձը եղավ 445 թվականին Նեհեմիայի գլխավորությամբ մի շատ հատուկ ծրագրով, որ Աստված նրա համար պատրաստել էր, նա մասնակից պիտի լիներ, այն էր Երուսաղեմի վերաշինումը, մանավանդ Երուսաղեմի պարսպի պատրաստումը, որ ամենախոցելի տեղն էր, թշնամիները անարգելք մտնում էին քաղաք։ Ուրեմն Աստված մեծ գործ ուներ Նեհեմիայի հետ։ Նախքան բուն նյութին անցնելը մի շարք անհրաժեշտ մտքեր քննենք եւ դրանք ամբողջ քարոզախոսության ընթացքում հիշենք։ Աստծո գործը ամբողջ Սուրբ գրքի էջերով քննեք այդպիսին է։ Հետևյալն է, որ Աստված գործածում է հասարակ մարդկանց, ովքեր որ խոնար են, նվիրյալ են եւ պատրաստակամ են եւ նրանց միջոցով աներևակայելի գործեր է անում։ Տերը սրտերը եւ երիկամունքները քննող Աստված է։ Ինքը շատ լավ ճանաչում է ամեն մեկին։ Նրանից չես կարող թաքնվել կամ մի ուրիշ պատկեր առնել այն, ինչ որ քո սիրտդ չէ։ Հետևաբար Տերը իմանալով, ճանաչելով ամեն մեկին, իր կամքի համաձայն, իր հայացողությամբ է գործածում այդ մարդկանց այդ ծառայության մեջ։ Մենք վերջերս քննեցինք Գեդեոնի եւ Եղիայի պատմությունները եւ տեսանք, որ այս երկու անձերը Տիրոջ առջև խոնար էին, պատրաստակամ էին եւ նվիրված էին եւ Աստված աներևակայելի գործեր նրանց միջոցով կատարեց։ Այս շարքին է պատկանում նաեւ Նեհեմիան։ Ի տարբերություն Գեդեոնի եւ Եղիայի,
ում անունները նաև Սուրբ գրքի ուրիշ տեղերում են գտնում, Նեհեմիայի անունը միայն այստեղ է գրված։ Իր այդ նույն գրքի մեջ, որ կոչվում է Նեհեմիայի գիրքը։ Նա մի սովորական մարդ էր, բայց ուներ անսովոր, յուրահատուկ մի պաշտոն։ Ինչ էր այդ պաշտոնը։ Թագավորի Արտաշես առաջինի մատրվակն էր։ Գիտեք ինչ է մատրվակ։ Գինի մատակարարող, լավ գործ է։ Գրված է, որ թագավորը մեկ մատրվակ ուներ, մեկ, միայն։ Պարզվում է, եւ շատերը հավանաբար լսել եք, որ Պարսկաստանի վերջին շահը Ռզա Փահլևին տասնյակներով ունեցել է էլ խոհարար, էլ կոշկակար, էլ դերձակ, վարսավիրների թիվը չես կարող հաշվել։ Որտեվ ում որ հարցնում ես, ասում է, դու մի նայ է, որ հիմա ես շինարարությունում աշխատում եմ։ Ժամանակին շահի վարսավիրն էի։ Բայց Արտաշես թագավորի մատրվակը մեկ էր, եւ նրա անունը Նեհեմիա էր։ Դրա համար շատերը ափսոսանքով են այդ օրերը հիշում, ասում են, չի բուդամ, չի շուդամ։ Ինչ ենք, ինչ դարձանք։ Լավ կարդակ Նեհեմիայի գրքից մի քանի համարներ։ Առաջի գլուխ 1-ից 11 համարները։ Աքազիայի որդին Նեհեմիայի եւ նրա խոսքերը։ Քաղսև ամսվա մեջ, հենց սկզբից բացատրություն տանք նոր անցնենք։ Հրեական ամսացույցն է սա։ Կալենդար ասում ենք, բայց ամսացույց, ամիսները իրենց անուններ ունեն։ Քաղսևը դա համապատասխանում է մեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ դա 446 թվականն էր Քրիստոսից առաջ։ Արտաշես թագավորի 20-րդ տարին, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի, Պարսկաստանի այդ ժամանակվա մայրաքաղաքն էր, Անանի անունով եղբայրներիցս մեկը իր արունակից եղբայրն է, եթե կարդանք 7-րդ գլուխ 2-րդ համարը կհամոզվենք։ Ու մի քանի Հուդայի մարդիկ ինձ եկան, անոնց գերությունից ազատված հրեաների եւ Երուսաղեմի մասին հարցրեցի։ Եվ ինձ ասին. գերությունից ազատվածները գավառի մեջ մեծ նեղություն եւ անարգության մեջ են, ու Երուսաղեմի պարիսպը փլած եւ նրա դռները կրակով այրված են։ Երբ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լացի եւ մի քանի օր սուկ բռնեցի ծոմ պահելով։ Որտեւ իր սերին ժողովրդի հանդեպ, Երուսաղեմի հանդեպ, թեև ինքը այս պաշտոնի վրա է, բայց լացեց նրանց համար, սուկ արավ, բայց այդպես չշարունակեց։ Տեսնենք հաջորդ քայլը ինչ կատարեց։ Երկնքի Աստծուն աղոթք արեցի։ Եվ ո՞րն էր այդ աղոթքը։ Ով Տեր Աստված երկնքի, որ մեծ ու ահեղ Աստված ես, ու քեզ սիրողներուն եւ քեզ քո պատվիրանքներդ պահողներուն ողորմություն ցույց տաս, կաղաչեմ քո ականջները թող մտիկ ընեն եւ քո աչքերը թող բաց լինեն, որպիսի լսես քո ծառայիդ աղոթքը, որ քո ծառաներիդ Իսրայելի որդիների համար հիմա ցերեկ ու գիշեր քեզ կմատուցանեմ, խոստովանելով Իսրայելի որդիների մեղքը, նրանց քո դեմ մեղանչելը, քանզի թե ես եւ թե իմ հորս տունը մեղ գործեցինք, արդարև մենք քո առջև անօրենություններինք եւ քո ծառայիդ Մովսեսին տված պատվիրանքները, կանոններն ու օրենքները չպահեցինք։ Ինչ աղոթք է սա։ Խոստովանություն է։ Տեր Աստված, որ դու սուրբ ես, ահեղ թագավոր ես, Աստված ես երկնքի ու երկրի։ Մենք ընդունում ենք մեր մեղքերը իր ընտանիքի եւ ամբողջ ժողովրդի փոխարեն ինքը խոստովանություն է կատարում։ Աստծո խոսքը ինչ է ասում։ Ամեն բանից առաջ աղոթք արեք, ամեն բանի համար աղոթք արեք։ Մանավանդ մեր մեղքերը, որ կատարում ենք Աստծո առջև, խոստովանենք։ Սա ուրեմն մի ողորմության խնդրվածք էր Աստծոց։ Շարունակենք։ Սակայն կաղաչեմ հիշե այն խոսքը, որ քո ծառայիդ Մովսեսին պատվիրեցիր։ Եթե հանցակ անեք, ես ձեզ ազգերի մեջ պիտի ցրեմ, ինչպես տեղի ունեցավ։ Եվ եթե ինձ դառնաք եւ իմ պատվիրանքները սպահեք եւ նրանք կատարեք, ձեզ մեջ ցրվածները եթե եկի ծայրն էլ լինեն,
Նրանց անկե պիտի հավաքեմ ու այն տեղը պիտի տանեմ, որ ընտրեցի իմ անունս հոն դնելու համար։ Եվ հիմա անոնք քո մեծ ուժովդ ու զորությունովդ, զորավոր ձեռքովդ ազատված ծառաներդ ու ժողովուրդդ են։ Ով Տեր, հիմա թող քո ականջդ լսե քո ծառայիդ աղոթքը եւ քո անունդ վախնալու փափակ ունեցող ծառաներիդ աղոթքը եւ քո ծառայիդ հաջողություն տուր եւ այն մարդուն արչեւ ինձ շնորհ գտնել տուր, վասնզի ես թագավորի մատրվակն եմ։ Աղոթք ողորմության համար, Տեր, ողորմի։ Մենք քո արչեւ մեղ գործեցինք, հիմա խնդրում ենք այդ ողորմությունը։ Ցավոք սրտի այսօր պիտի ասենք, շատ հավատացյալներ Աստծո առջև աղոթք անելից ոչ թե Տիրոջ գթասրտությունը եւ ողորմությունն են խնդրում, այլ Աստծուն պահանջներ են ներկայացնում, Աստծուն հրամաններ եւ կարգադրություններ են անում, այս արա, այս մի արա։ Երկրորդ գլխի առաջի 4 համարներ։ Նիսան ամսվա մեջ, սա մեքենայի մակնիշ չի, Նիսանը։ Նիսանը համապատասխանում է մարտ-ապրիլ ամիսներին։ Եվ սա արդեն 445 թվականն է Քրիստոսից առաջ, այսինքն նախորդ խոսվածից 4 ամիս արդեն վրան անցավ։ Արտաշես թագավորի 20-րդ տարին նրա առջև գինի կար։ Գինին առա ու թագավորին տվի ու նրա առջև բնավ տրտում չի եղած։ Միշտ ժպտադեմ է գնացած թագավորի դեմ։ Այս անգամ տրտմած։ Թագավորին ասավ. Ինչու երեսը տրտում է, քանի որ հիվանդ չես, ուրեմն դա ուրիշ բան չէ, բայց եթե սրտի տրտմություն։ Լավ հոգեբան է այդ թագավորը։ Ես խիստ շատ վախեցա։ Այն ատեն թագավորին ասի. Թագավոր հավիտյան ողջ կենա, ինչպես իմ երեսը ստրտում չլա, երբ քաղաքը, ուր իմ հայրերուս գերեզմանը կգտնվի, ավերված է եւ նրա դռները կրակով այրված են։ Թագավորը ինձ ասավ. դու ինձ մե ինչ կխնդրես անոր համար։ Ընդունելություն եղավ։ Թագավորը ասում է. լավ, այդ վիճակի մեջ է, ինչ ես խնդրում որ ես անեմ, պատրաստ եմ անելու։ Առաջի քայլը ինչ էր ակնկալվում։ Նեհեմիան շարեր, հա, ամբողջությամբ։ Էս, ոչ։ Առաջին քայլը եղավ հետևյալը։ Այն ատեն երկնքին Աստծուն աղոթք արեցի։ Թեև խնդրվածքի որպես արդյունք պիտի ստանա, բարիքներ պիտի ստանա, բայց նախ եւ առաջ աղոթք անում, արդյոք Աստծո կամքն է։ Հետևաբար մենք էլ հաճախ մեր կյանքերի մեջ կարող են դեպքեր պատահել, որ թվում է, որ մեզ համար իրավիճակը նպաստավոր է, բայց մենք աղոթք անենք, արդյոք դա Աստծո կամքն է թե ոչ։ Եվ սկսեց այդ ժամանակ Նեհեմիան թագավորին պատմել եւ նրանից խնդրվածքները ստանալ եւ թագավորը այդ ամենը նրան տվեց։ Նեհեմիան ասաց. խնդրում եմ այնտեղ որ պիտի գնամ ինձ նամակ տուր, որպեսզի ներկայացնեմ որ թագավորի կողմից եմ եկել։ Նաեւ Ասապ կոչված մեկը կար, որ թագավորական անտառի պահապանն էր, նրան էլ ներկայացնեմ, որպեսզի փայտ ստանամ անտառից, այդ պարիսպները պիտի սարքվի, դռները պիտի սարքվի։ Մեծ պետքություն կա այդ բաները անելու։ Եվ հետաքրիր է, թագավորը խնդրանքներս ինձ տվեց, վասնզի իմ Աստծուս բարի ձեռքը իմ վրաս էր։ Տեսեք, նա Նեհեմիան թագավորի հասցեն չասավ, բրավո, կեցցե թագավորը, այս ինչ հիանալի գործ արավ, ամբողջ կյանքից մեջ չեմ մոռանալու իրեն։ Գնահատեց թագավորի արածները, բայց փառքը ում տվեց։ Աստծուն տվեց փառքը։ Այո, Աստված է ներշնչում, ներգործում ամեն բարի բաները։ Օրինակի համար, բժիշկը շատ ծանր գործողությունը մեծ հաջողությամբ կատարեց։ Ինչ ասենք բժշկին, ասենք Աստված իրեն թող շատ օրհնի։ Եթե Հիսուսին չի ճանաչում, Տերը նրան իրեն ճանաչացնել տա։ Բայց փառք ու պատիվը ում տանք, Աստծուն տանք, որտեվ այդ իմաստությունն էլ Աստված է տալիս։ Աստված նախանձոտ Աստված է, իր փառքը ուրիշ մեկին չի տա։ Դե Աստծո գործը կա, հակառակորդները շատացան։
Ուրեմն անուններ կարդամ, Սարնաբաղատ, ծուրմուր անուն է, չէ՞։ Իր արած գործերն էլ շատ ծուրմուր են։ Սանաբաղատ Որոնացի, Սամարիայի կուսակալն է այդ շրջանի։ Եվ Ամոնացի Տուբյան, ամբողջ այդ Հորդանան գետի հովտի ինքն էլ կուսակալն է համարում։ Այս երկուսը երբ որ իմացան, որ Երուսաղեմի պատերը պիտի սարքվեն, սրդողեցին, բարկացան։ Ինչու եք բարկանում, որովհետև այս մարդիկ անգամ Երուսաղեմի վրա իշխանություն ունեին, պատերը փլած էր, անտեր էր մնացած Երուսաղեմը եւ իրենք այնտեղ իրենց իշխանությունը բանեցնում են։ Հիմա եթե պատերը սարքվի, այնտեղ իշխանություն գա, իրենց իշխանությունը կպակասի։ Եվ նրանք չէին ուզում, որ գերի գնացածները ետ դառնան, այդպես է, որքան քիչ մարդ, այնքան հեշտ կառավարելի։ Մեր ներկա ժամանակների մեջ էլ ապիկար կառավարիչները, երկրի ղեկավարները նրանց էլ շատ ձեռք է տալիս, որ քիչ մարդիկ լինեն, որպեսզի նրանք կառավարելի լինեն։ Մանավանդ նրանք, ովքեր որ դժգոհ են, թող երկրից դուրս գան։ Ինչ է մնան, որ հեղափոխություն անեն։ Ուրեմն Նեհեմիան իշխանական մակարդակով հակառակության առջև էր։ Եվ պատկերացրեք, այդ անձերը, ովքեր որ կուսակալ էին, նրանց իշխանության տակ եղող մարդկանց գրգռեցին Նեհեմիայի եւ իր հետ եղողների դեմ։ Նեհեմիան, ինչպես նաեւ Գեդեոնը, եթե հիշում եք այդ պատմության մեջ, խորագիտությամբ գիշերով դուրս եկավ, որպեսզի քաղաքի իրավիճակին ծանոթանա։ Որովհետեւ ոչ միայն պարիսպներ, այլ նաեւ դռները եւ քարուքանդ էր ամբողջ քաղաքը, որպեսզի իմաստուն խորհուրդ տա, նախ պետք է որ տեղեկացված լիներ, իմանար։ Այլապես իրենք ասեն, դու մի բանից տեղյակ չես, խոսում ես, բայց պետք է որ ինքը տեղյակ լիներ այս բաներին։ Կարդում ենք 2-րդ գլխի 16-ից 18 համարները։ Ոստիկանները իմ ուր երթալս ու ինչ ընելս չիմացան, եւ հրյաների կամ քահանաների կամ ազնվականների կամ ոստիկանների եւ կամ ուրիշներին, որոնք կգործեին, միջև այն ատեն բան մը չսի։ Ետքը նրանց ասի, դուք կտեսնեք այս թշվառությունը, որի մեջ գտնվում եք, եւ թե ինչպես Երուսաղեմ ավիրված եւ նրա դռները կրակով այրված են։ Եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որպեսզի այսուհետև չնախատվինք։ Ես իմ Աստծուս բարի ձեռքը իմ վրաս ըլլալը ու թագավորի ինձ իրած խոսքերուն ալ անոց պատմեցի եւ անոնք կսին եկեք շինենք։ Իրենց ձեռքերը ուժովացան այս բարի գործի համար։ Ուրեմն Աստված նաեւ ներգործեց ժողովրդի մեջ, որովհետեւ դա Տիրոջ գործն էր, պիտի սա տեղի ունենար։ Եկեք Երուսաղեմի պարիսպը սարքենք, դա բոլորիս համար է։ Սա Աստծո սուրբ քաղաքն է, այն պիտի վստահաբար պատրաստվի։ Թշնամիները ավելի շատացան։ Սատանան այդպես է։ Երբ որ տեսնում է, որտեղ Աստծո գործը առաջանում է, ավելի շատ զորություններ, ավելի շատ լծակներ է գործածում այդ գործին դեմ դնելու համար։ Բայց դու ով ես այ անօրեն, արդեն պարտված ես։ Կարդում եք 19 համարը, բայց Որոնացի Սանաբաղատը ու Ամոնացի ծառա Տուբյան եւ արաբացի Գեսամը, դե արաբներն էլ որ մեկտեղ կան ինչ տեղի կունենա, լսելով մեզ ծաղրեցին ու կմահարելով ասեցին. այս ձեր արած գործը ինչ պիտի լինի։ Միթե դուք թագավորից ապստամբել եք ուզում։ Դու ձեր արած գործը ինչ է որ։ Սա ծաղրանք է, սա հոգեբանական ճնշում գործադրել է։ Հայտնի մի հայկական ֆիլմ կա, շատերը հավանաբար տեսել եք, ոստիկանը, միլիցիոները, սա խորհրդային ժամանակվա ֆիլմ է, գնում է լեռնային մի շրջան, որտեղ մարդիկ հնձում են, հունցք են անում, բայց ինչի է գնում ոստիկանը, որովհետև այնտեղ մեկի ոչխարը կերել են, քրեական գործ պիտի բացի։ Եվ այդ ոստիկանը ինչ է ասում։ Ասում է, հնձածդ խոտ չի։ Եվ այդ սահմանափակ ուղեղով ոստիկանը
չի հասկանում, որ այդ մարդիկ այդ խոտը, որ հնձում են, հետո անասունները այդ խոտը ուտում են, կաթու միս են տալիս, որ այդ ոստիկանն էլ տանում է իր ընտանիքն է ուտում։ Հիմա հոգեբանական ճնշումը եկավ այս մարդկանց վրա, ձեր արած գործը ինչ պիտի լինի, որ ծաղրանք։ Այսօր էլ սիրելներ, այդ ծաղրանքը կա։ Եթե քո հավատքի համար դու ծաղրվես, Աստծո գործին մասնակից լինելու, նրան ծառայելու համար դու ծաղրվես, բոլորովին հոգ մի արա, բոլորովին հոգ մի արա։ Գիտեք, հաճախ ասում են, որ դուք էլի ուրիշ գործ չունեք զբաղվելու, Աստված եկեղեցի, այ ողորմելիներ։ Սրանից մեծ գործ երկրագնդի վրա չկա Աստված պաշտությունից զատ։ Մնացած բոլոր գործերը իրենց տեղում թող մնան։ Բայց մեծագույն գործը քու Տեր Աստծուն ճանաչես եւ նրան պաշտես քու կյանքի բոլոր օրերի մեջ։ Ժողովող Էկլեսիաստիս անգլերենով 12-րդ գլուխ եւ 13 համար։ Հեղինակը Սողոմոնն է, գիտեք, եւ ներկայացրեց իր կյանքի մեջ ունեցած ամեն բան։ Երկրի վրա այնպիսի բան չկար, որ իրեն տրված չլիներ։ Այդ ամենը ունենալուց հետո եզրակացությունն է գրում, ունայնության, դատարկ է ամեն բան։ Բայց ինչն է, որ կարևորվում է հետևյալը։ Աստծուց վախեցիր եւ նրա պատվիրանքները պահիր, վասնզի մարդուս բոլոր պարտականությունը սա է։ Սա է։ Նաև ինչ ասեցին Նեհեմիային եւ իր ժողովրդին, միթե թագավորի դեմ ապստամբել եք ուզում։ Այսօր ոմանք էլ ասում են, որ ինչ է դուք ուզում եք ձեր թագավորությունը հաստատեք։ Այո, մենք մասնակից ենք թագավորության, բայց դա Տեր Հիսուսի թագավորությունն է, որ ուզեք թե չուզեք պիտի գա։ Այդ թագավորությունը համայն տիեզերքի մեջ է, բայց մի օր երկրի վրա տեսանելի պիտի հաստատվի եւ պիտի տևի 1000 երկար տարիներ։ Ուրեմն հուսահատության շատ խոսքեր լսելուց հետո 20 համար է։ Երկրորդ գլուխ 20 համար։ Նեհեմիան նրանց պատասխան տվեց եւ ասաց. Երկնքի Աստվածը ինքը մեզ հաջողություն պիտի տա եւ մենք, որ նրա ծառաներն ենք, պիտի ելնենք ու պիտի շինենք, բայց դուք Երուսաղեմի մեջ բաժին, իրավունք ու հիշատակ չունեք։ Այդպես են նաեւ բոլոր նրանք, ովքեր որ այսօր ծաղրում են, մենք ասում ենք, մենք այդ գալիք թագավորության մեջ բաժին ունենք ու դուք չունեք։ Դուրս պիտի մնաք, բայց Աստված այնքան ողորմած է եւ մենք գտնվում ենք շնորհքի շրջանի մեջ, այդ հնարավորությունը կա։ Եթե քու ամբարտավան վիճակիցդ իջնես, խոնարհվես Տիրոջ առջև եւ ապաշխարես, դու էլ այդ թագավորության մեջ բաժին կունենաս։ Ուրեմն Նեհեմիան վստահ պատասխան տվեց. Աստված ինքը մեզ հաջողություն պիտի տա։ Վստահություն էնել ինչ խորունկությամբ վստահություն։ Ցանկացած հոգևոր գործ, որի ծրագրավորողը Սուրբ Հոգին է եւ Աստված է այդ բանի մեջ առաջնորդում ու պիտի ծառայի Աստծո փառքի համար, Աստված ինքը հաջողություն պիտի տա գործածելով խոնար եւ նվիրյալ անձերի։ Որպեսզի քաղաքի պարիսպը ամբողջանար, պետք է նաեւ քաղաք մտող մի շարք դռների վերանորոգությունը։ Այդ դռները այրված են, քար ու քանդ վիճակի մեջ են։ Ուրեմն փեղկերը, փականքները եւ դրանց վրա դրվող նիգերը, այս ամեն բաները պիտի պատրաստվեն։ Հսկայական գործ կար անելու։ Եվ ամբողջ 3-րդ գլուխը, եթե սերտելու լինեք, այնտեղ անուններ է գրված։ Բազմաթիվ անուններ։ Գերդաստաններով, այսինչ ընտանիք, այսինչ գերդաստան, ամեն մեկը մի գործի մեջ լցվեցին։ 3-րդ գլխի մեջ աչք ծակող համարը հետևյալն է, 5-րդը։ Այդ անունների կողքին գրված է, բայց նրանց մեծերը իրենց Տիրոջ գործին, իրենց վիզերը չծռեցին։ Ինչպես է հասկանանք։ Չծռեցին, որովհետև վիզ չունեին, թե այնքան հաստավիզ են, որ չէր ծռվում։ Սրանք այն բոլոր հպարտներն են, այն բոլոր ամբարտավաններն են, որ նրանք
հեռացած են, նրանց համար Աստված գոյություն չունի։ Նրանք մասնակից չեն որևէ նման բաների։ Հոգևոր տեսանկյունից եթե նայենք, այո, հոգևորի մեջ էլ հպարտացողները կարող են Աստծո գործից զատվել, նրանց համար կարևոր չէ, իրենք անտարբեր են դառնում։ Ուրիշը թող անի, ինձ ինչ։ Նրանք ավելի նախընտրում են իրենց անձնական գործը, դրա վրա կենտրոնանան, Տիրոջ գործը ինչ ուզում է լինի։ Տեսեք, Նեհեմիայի նախանձավորությունը Տիրոջ հանդեպ, եւ դա առիթ դարձավ, որ մյուսներն էլ հոգիով բորբոքվեն եւ Տիրոջը ծառայություն անեն։ Այս ամենին զուգընթաց թշնամիների թիվը գնալով նորից ինչ եղավ, ավելացավ։ Եվ շարունակում են ծաղրանքը ընկճելու համար։ Սանաբաղատը ասում է. միթե այրված քարերը փոշու դիզուց պիտի կենթանանան։ Այդ քարերը անգամ այրվել են, փոշի են դարձրել։ Այդ ի՞նչ է, պիտի դուք կարողանաք այդ քարերը բարձրացնել։ Իսկ իր ընկերը, մյուս ամբարտավան Տուբիան ասում է. եթե աղվես անգամ նրանց շինածի վրա ելլի, նրանց քարը պարիսպը պիտի փլի։ Հիմա Նեհեմիայի կողմից ինչ էր սպասում։ Մի հատ ինձ ոնց որ պետք էր նրանց տեղը չդներ, հա? Ոչ մեկ ձայն։ Նեհեմիան նրանց չհակադարձեց։ Ոչինչ չասավ, որտեղ գիտեր դա սատանայի խայծն է, որպես ինքը նրանց հետ անընդհատ հակառակության մեջ մտնի։ 4-5 համարներ հետևյալն են կարդում։ Ով Տեր Աստված լսե, վասզին նախատվեցանք, ուրեմն փոխանակ նրանց պատասխանելու աղոթք անում Տիրոջը։ Եվ անոնց նախատիկ իրենց գլուխը դարձուր եւ զանոն գերության երկի մեջ ավարարության մատնե եւ անոնց անրությունը մի ծածկեր եւ քո արչեւը անոնց մեղքը մի ջնջեր, քանզի շինողներուն արչեւ քեզ բարկացուցին։ Ինչ է սա։ Նեհեմիան արդյոք վրեժխնդրության է տանում։ Վրեժխնդիր են նրանց հանդեպ։ Ոչ։ Ինքը արդարության կողմնակից է։ Այս բաները տեղի ունեցավ, ով Տեր, մի մոռացիր, այս բաները տեղի ունեցած են։ Մենք էլ եթե սիրելներ մեր հավատքի համար ծաղրանք լսենք, հակառակություն գա, երբեք մի փորձեք ջանք, եռանդ, ժամանակ, էներգիա ծախսել նման բաների վրա։ Մենք նայենք Տիրոջ գործին, մենք նայենք թե Աստված ինչ է անում։ Թողնենք այդ ամեն Աստծո վրա։ Սաղմոս 2-ն, Սաղմոս 7-ի առաջի երկու համարներում հետևյալն է ասում. Ով իմ Տեր Աստված, քեզ կհուսամ, փրկես իմ բոլոր հալածիչներես ու ազատե ինձ, չլա որ առյուծի պես իմ անձս գիշատե ու պատառե ու ազատողը չլա։ Այս քեզ եմ դիմել, քեզ եմ վստահել, դու ինձ ազատիր։ Մեր սիրելի փրկիչը ամենաահավոր չարչարանքները կրեց եւ ծաղրվեց։ Փշեպսակի գլուխը դրեցին, ասեցին դու հրեից թագավորը, ծաղրում էին նրան, նրա վրա թքում էին եւ Հիսուս իր բերանը բացեց։ Ամբողջ դատը հոր Աստծո ձեռքերի մեջ դրեց եւ կարդում ենք Եսայի 53:7 հետեւյալն է։ Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, մորթվելի տարվող ոչխարի պես իր խուզողների առջև մունջ կեցող մաքիի պես այնպես իր բերանը չբացավ։ Մենք էլ դաս առնենք եւ մեզ համար կարեւոր ինչն է։ Տիրոջ գործը, ավելորդ էներգիա, ջանք մենք չծախսենք նման բաների վրա, որովհետեւ միշտ էլ եղել են չար լեզուներ, նախանձողներ, հակառակ կեցողներ, մենք կենտրոնանանք Տիրոջ գործի վրա։ Ինչպես Նեհեմիան եւ իր աջակիցները այդպես վարվեցին 6-րդ համարն ենք կարդում։ Մենք պարիսպը շինեցինք ու բոլոր պարիսպը միջև կեսը հասավ, վասնզի ժողովուրդը գործելու սիրտ ուներ։ Ուրեմն Աստծո գործի մեջ մասնակից լինելու համար այդ սիրտը պիտի ունենաս։ Նա այն պիտի քեզ ձգի, որպեսզի Տիրոջը ծառայես եւ գործես։ 4:7-8 համարները։ Եվ Սանաբաղատը եւ Տուբիան եւ արաբացիները ուշադրություն ավելացան թշնամիները, ամոնացիները
Եվ ազովտացիները, սրանք էլ պաղեստինցիներն են, լսեցին, թե Երուսաղեմի պարիսպների նորոգությունը առաջ կերտա, ու փլաստեղերը սկսել են շինվել, շատ սրդողեցան, կատաղեցին։ Եվ ամենքը համաձայնեցան, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմի եւ նրան վնասեն։ Տեսեք, շատ հավանաբար նրանք իրենց մեջ էլ խնդիրներ ունեին, իրենց մեջ էլ իրենց թշնամի էին, բայց սատանան նրանց կարողացավ միավորել Նեեմիայի եւ իր աջակիցների դեմ։ Համաձայնեցին, որպեսզի պատերազմի գնան նրանց դեմ։ Այս հանգամանքից տեսնենք Նեեմիան նեղվեց, տկարացավ, ասենք վախեցավ 9-րդ համարը։ Բայց մենք մեր Աստծուն աղոթք արինք, ինչպես մնացած բոլոր դեպքերում, առաջի բանը աղոթք արինք եւ մեզ անոնցմե պաշտպանելու համար ցորեկ ու գիշեր պահապաններ դրեցինք։ Այնինչ որ պետք է Աստծո կողմից դիմում ես իրեն, այնինչ որ պետք է մարդու կողմից անելու պիտի անես։ Պահապաններ դրվեց, չասվեց որ Աստված ամեն բանի թեքերը կան։ Ոչ, Աստված ներգործեց, որ պահապաններ այդտեղ դրվի։ Պակաս վտանգավոր չէր ներսից հուսահատության հանգամանքը։ 10-րդ համարն ենք կարդում։ Հուդան ասավ. բեռնակիրների ուժը հատավ եւ հողը շատ է, այդ հողը որ դուրս էին հանում, շատ է, բեռնակիրներն էլ հոգնեցին, էլ հնար չկա, չեն կարող։ Մենք պիտի չկարողանանք պարիսպը շինել։ Այս ումից է գալիս խորհուրդը։ Սատանայից է գալիս, այնպես որ հոգևոր մի գործ, որ սկսվում է իր վախճանին պիտի հասցվի, այն կիսատ չպիտի մնա, իմանանք, որ Տերը սկսեց, Տերը պիտի ավարտի, բայց նաև այսպիսի սատանայական մտքեր և գաղափարներ կարող են մեջտեղ գալ, և սա էլ ներսից հակադարձություն է իրեն։ 11 համարը հետևյալն է, ու մեր թշնամիները կսեին, թող չգիտենան ու չտեսնեն, միջև մենք անոնց մեջ մտնենք և զանոնք մերցնենք։ Այդ պատերազմի եկողները ուզում են Դավիթի ձևով մտնեն այդ ժողովրդի մեջ ու նրանց սպանեն։ Եվ անոնց գործը խափանենք, նպատակ ունեն, որ այդ գործը խափանվի։ Ուրեմն իրավիճակը շատ ավելի լրջացավ։ Արդյոք սրանից, այսքանից հետո Նեեմիան թուլացավ, թե ոչ։ 14 համարը։ Նայեցա և ելա, և իշխաններին, և ոստիկաններին, և մնացած ժողովրդին ասի. նրանց երեսից մի վախեցեք, հիշեք Տերը, որ մեծ է և ահեղ է, և ձեր եղբայրներու, տղաների, աղջիկների, կիների և տների համար պատերազմեցեք։ Տիրոջը հիշեք, ինքը զորավոր է, ինքն է որ մեզ պիտի ազատի։ Եթե սիրելիս գան պարագաներ, դիպվածներ և լինեն որոշ գործոններ, ֆակտորներ, որի հետևանքով դու թուլանաս, տկարանաս, վախենաս, հիշիր Նեեմիայի խոսքը, որ հետևյալն է. իմ Աստծոս բարի և զորավոր ձեռքը իմ վրաս է, մշտապես հիշիր այդ բանը։ Ուրեմն ժողովուրդը քաջալերվեց և սկսեցին ամրացած ձևով, զորավոր ձևով գործել։ 4:15-16 համարներում կարդում ենք. Ահա մեր թշնամիները լսեցին, թե մենք իմացել ենք և Աստված իրենց խորհուրդը խափանեց։ Մենք ամենքս պարիսպ շինելու սկսեցինք, ամեն մեկը իր գործին։ Այն օրեն ի վեր իմ մարդկանց կեսը կաշխատեին և կեսն ալ նիզակներ, ասպարներ, աղեղներ և զրահներ կբռնեին և իշխանները Հուդայի բոլոր ազգատոմերու ետևե կկենային։ Ամբողջ ժողովուրդը ներգրավված է այդ գործի մեջ։ Ուղղակի գործողներ և պահապաններ, ովքեր որ զենք էին կրում։ Հոգևոր դաշտի մեջ էլ այդպես կա։ Ոմանք ներգրավված են ուղղակի գործելու մեջ, ոմանք էլ պատերազմակից են լինում իրենց աղոթքներով, և սա էլ պակաս կարևոր չէ, սա էլ մասնակցություն է։ Քո աղոթքդ Աստծո գործի համար շատ կարևոր է։ Եվ դու մի ասա, ախր ես մի բան չեմ անում, չեմ մասնակցում։ Քո աղոթքդ պակաս կարևոր չէ, քան այն գործը, որ կատարվում է։ Ուրեմն պատերազմակից լինենք նաև մեր աղոթքներով։ Նորից հիշենք, խոնարհություն
պատրաստակամություն նվիրում 4:23 համարը։ Ես ու իմ եղբայրներս եւ իմ ծառաներս եւ իմ ետևից եղող պահապան մարդիկ ամենքն էլ մեր հանդերձները չենք հանում, բացի լվացվելու ատենը։ Գիշեր ցերեկ գործում են, Տիրոջ գործի մեջ էին, որտեղ հասկանում են այդ գործի կարևորությունը։ Այստեղ արդեն սատանան չի կարող դիմանալ եւ պիտի տարբեր տեսակի խորամանկ նենք քայլերի դիմի, որ դիմեց։ Դա հետեւյալն էր, որ լուր հասավ Նեհեմիային, որ ուզում են քեզ հետ հանդիպել մի բնակավայրում։ Առաջի հայացքից թվում է անմեղ, չէ՞ այս բանը։ Լավ չի, որ հանդիպեր թշնամիների հետ, համաձայնության գային եւ ասեն դուք մեզ մի խանգարեք, մենք էլ այս կզիջենք։ Անպայմանորեն փող զիջում պիտի լիներ, կոմպրոմայս պիտի լիներ։ Աստծո գործի մեջ փող զիջում չկա։ Որտեւ Աստված է դրա տերը, դու չես կարող փող զիջում անել։ Կոմպրոմայս չի կարող լինել, թե Աստծո խոսքի ուսուցանելու մեջ, թե ծառայության մեջ։ Նեհեմիան պատգամաբերին ասաց գնա այս պատգամը տալ նրանց, շատ զբաղված եմ, չեմ կարող գալ։ Եվս 4 անգամ իրեն լուր եկավ, որ հանդիպենք։ Նեհեմիան 4 անգամ էլ մերժեց նրան։ 5-րդ անգամը ուրիշ մեկ նենգություն։ Եվ դա հետևյալն է, գիտեք, սատանայի զենքերը, սատանայի կարողությունները բավական մեծ են։ Նրա արսենալը, պատերազմի միջոցները շատ են, 5-րդ անգամ Սանաբաղատի կողմից նամակ եկավ։ Կարդանք, թե ինչ ասում նամակը, 6-րդ գլխի 6-ից 9 համարները։ Նամակի մեջ այսպես էր գրված. ազգերի մեջ լսվեց եւ Գեսամը կսե թե դուն եւ հрьяաները ապստամբել եք խորում։ Դուն անոր համար կշինես Պարիսպը, որ նրանց թագավոր լինես։ Զրպարտում են Նեհեմիային, այսինքն քո նպատակը, որ այդ Պարիսպը սարքում ես, ուզում ես թագավոր լինել, բայց այդպիսի բան չկար։ Ինչպես ասվում է, այսինքն ուրիշները ասում են, բայց մենք էլ հավատում ենք դրան։ Նաև Երուսաղեմի մեջ մարգարեներ հաստատեցիր, որպիսի քարոզեն եւ քեզ համար ասեն. նա Հրեաստանի թագավոր է ու հիմա այս խոսքերը թագավորի ականջին կհասնի, ուրեմն եկուր, որ մեկտեղ խորհուրդ ունենք։ Գիտենք ուզում ես թագավոր լինես, բայց իմացի, եթե թագավորին այս խորհուրդը հասցնենք, վերջդ եկած է։ Ինչ է սա։ Շանտաժ։ Անգլերենով գիտեք ինչ է։ Blackmail։ Իսկ հայերենով գիտեք այս բառը։ Շորթանք։ Շորթել բառից է գալիս։ Այսինքն մեկին այնպիսի վիճակի մեջ ես դնում, որ քո պայմաններին համաձայնում է եւ դու նրանից քո օգուտը կորզում ես։ Այ եթե չհամաձայնվես հանդիպելու, կասենք, որ ուզում ես թագավոր դառնալ եւ թագավորը կբարկանա քո վրա։ Սպասում եք, չէ՞, թե այս դրաման ինչով պիտի ավարտվի։ Տեսնենք ինչով է ավարտում։ 6-րդ գլխի 15-16 համարները։ Պարիսպը Իլուլ ամսվան, առաջ չգնանք, բացատրենք, Իլուլը որն է, Իլուլը դա օգոստոս-սեպտեմբեր ամիսն է։ 25-րդ օրը 52 օրվա մեջ ռեկորդային ավարտվեց։ Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջի բոլոր ազգերը վախեցան ու շատ ամաչեցին եւ իմացան, որ այս գործը մեր Աստծո օգնությունով կատարվեց։ Փառք Տիրոջ անվան, տեսնում եք, Տերը իր գործի ավարտողն է։ Այնպես որ հոգևոր գործը սկսեց, ավարտնել պիտի ունենանք։ Եվ 52 օրվա մեջ այդքան հակառակության եւ թշնամության պայմաններում այս բանը տեղի ունեցավ։ Եվ բոլոր շրջակա ազգերը եւ մանավանդ Աստծո ժողովուրդը տեսան Աստծո մեծ գործը։ Դրանից հետո ավելին տեղի ունեցավ։ Եզրաս դպիրը հանեց այն գիրքը օրենքների, որ ինքը բերել էր գերությունից եւ սկսեց կարդալ։ Եվ գրված է օրվա 1/4 մասը կարդաց։ Քանի ժամ է։ Օրվա 1/4-ը 6 ժամ շարունակաբար կարդաց եւ շարունակաբար ուշադրությամբ ծարաված եւ անօթեցած լսեցին այդ խոսքը։ Այսօր Աստծո խոսքը կարդացվում է կամ խոսվում է,
19-րդ րոպեից սկսած ոմանց աչքերը սկսում են փակվել։ Միթե Աստծո խոսքի ծարավը չունես։ Եվ նաև գրված է, որ օրվա 1/4 մասը իրենց մեղքերը Աստծուն խոստովանեցին եւ երկրպագություն արեցին։ Ինչ է սա? Հոգևոր արթնություն։ Ոչ միայն այդ պարիսպը ամբողջացավ, ոչ միայն դռները սարքեցին, կարգի եկավ ամեն բան, այլ ավելի կարևոր մի բան, ժողովրդի մեջ հոգևոր արթնություն եկավ, եւ սա շատ կարևոր է։ Ուրեմն, Նեհեմիայի միջոցով Աստծո գործի արդյունքը հետեւյալն է. Երուսաղեմի պարիսպի շինությունը, թշնամիների պարտությունը եւ ժողովրդի հոգևոր արթնությունը։ Տեսակ, Աստծո գործը որն էր եւ ինչպես Աստված իր ժողովրդի մեջ այդ արթնությունը բերեց, գործածելով գերությունից եկած մարդկանց։ Քննենք Նեհեմիայի նկարագիրը, քարակտերը, թե ինչպիսի մեկն էր։ Եթե համեմատության մեջ դնենք, շատ կերպերով նրա նկարագիրը նման է մեր նախորդ քարոզախոսությունների մեջ խոսված Գեդեոնի եւ Եղիայի նկարագրին։ Երեքի մոդել ինչն էր, որ ցայտուն ձևով էր, խոնարհություն, humbleness, պատրաստակամություն, readiness եւ նվիրում, dedication, Աստծուն նվիրված լինել։ Մարդը թագավորի առջև էր դուրս գալի ամեն օր։ Եվ իր համար գործ ուներ մշտական, չէ՞։ Իր ընտանիքը ամեն բան շատ լավ էր։ Բայց Աստծո հանդեպ նախանձախնդիր էր։ Աստծո գործի մեջ նետվեց այս մարդը։ Աստծո գործի մեջ գործածվելու, ծառայելու համար այս 3 առաքինությունները, խոնարհությունը, պատրաստակամություն եւ նվիրումը անհրաժեշտ են։ Եթե մեկ այս բաները չունի, բայց ծառայում է, նրա ծառայությունը ինչ պիտի լինի? Անձի գործ, որի հետևում կարող է լինել հպարտություն, փառավորվել, գովասանքներ ստանալու ակնկալություն։ Նեհեմիայի նկարագրի մեջ ուրիշ մի ուսանելի որակ էլ կա, հաստատակամություն, persistence։ Ինչպես որ այդ մեծ հակառակությունը կար, նա գիտեր, որ այդ գործը իր ավարտին պիտի հասնի։ Հանգիստ եւ սառնասիրտ էր։ Բոլորովին խուճապի չմատնվեց, բոլորովին չտագնապեց։ Թշնամիները գնալով ավելանում էին, ճնշումը ավելի էր գալիս, բայց երբեք ինքը տեղի չտվեց, որովհետև Աստծո զորությունը իր մեջ շատ զորավոր էր եւ ինքը գիտեր, Աստված այն գործը, որ սկսեց, վաղճանին պիտի հասցնի։ Տեր Աստված, գործի Տերը դու ես, հետևաբար հարցերներ դու լուծի։ Ես միայն կարող եմ քեզ աղոթել եւ ասել. Տեր Աստված, թշնամիներս իմ 4 կողմս պատեցին, խնդրում եմ ինձ նրանցից ազատես։ Աղոթքով իմացավ Աստծո կամքը, այդ կամքի համաձայն գործեց։ Մենք հաճախ այդ սխալը կատարում ենք, որ անմիջապես մտնում ենք մի բանի մեջ առանց աղոթելու, առանց Աստծո կամքը հասկանալու։ Պետք է որ ամեն բաները աղոթքով տեղի ունենան։ Հաջորդ մեկ կարևոր հատկությունը նա որ ուներ վստահություն Աստծո հանդեպ։ Trust։ Այդ վստահությունը ինքը ուներ, որի հետևանքով Աստված իրեն վստահեց։ Ինքը Աստծուն էր վստահում, Աստված էլ իրեն վստահեց, որ ինքը գնա եւ այդ պարիսպը սարքի եւ այդ հոգեվոր արթնությունը մարդկանց մեջ լինի։ Իմ Աստծո բարի զորավոր ձեռքը իմ վրաս է։ Դու որպես Աստծո որդի մշտապես իմացիր, որ Աստծո բարի զորավոր ձեռքը քո վրա է։ Եվ երբեք չտագնապես իրավիճակներից, եւ երբեք սատանայի այս կամ այն հնարքին տեղի չտաս, այլ աղոթքով Տիրոջը դիմի։ Ինչպիսին էլ որ լինի պարագան, Աստված է դրանից ազատողը։ Եթե անշուշտ բաներ կան, որ մեր կողմից պիտի տեղ ունենան, դա պիտի անենք, բայց գործի Տերը Աստված է։ Ինքն է ազատողը, ինքն է ամեն բան հաստատողը։
Տեսեք, եթե Գեդեոնի հետ, որի մասին խոսեցինք մի քանի քարոզախոսություն առաջ, եթե մենք համատության մեջ դնելու լինենք, հետևյալը կտեսնենք, որ Գեդեոնը մի հասարակ ֆերմեր էր, հողագործ մեկն էր։ Աստված նրան վերցրեց, իմանալով Գեդեոնի նվիրումը, պատրաստակամությունը, խոնարհությունը, նրան դարձրեց զորքի առաջնորդ, որից հետո նա դատավոր կարգվեց Տիրոջ գործի մեջ։ Ես սա ոչ թե պաշտոն է, այն ժամանակ էլ ասեցինք, սա պաշտոն չէր, այլ ավելի մեծ պատասխանատվության տակ դրվեց Գեդեոնը։ Այդ նույն ձևով մի մատրվակ, գինի մատակարող Նեեմիան, թեև մեծ պաշտոն է դա թվում, բայց խոնարհ էր մարդը, իրեն Աստված շնորհեց եւ նրան վստահեց Երուսաղեմի Պարիսպը կառուցելը, որից հետո նա այդտեղ կուսակալ դարձավ Աստծո խորհրդով եւ զորությունով։ Ուրեմն որտեղից ուր է հասնում Տերը, ավելի մեծ պատասխանատվություն նրա վրա դրվեց, այնպես որ նաև Նեեմիայի կյանքը մեզ համար օրինակ է, որ մենք եւս դասեր քաղենք այս 3 կարևոր նշված բաները, խոնարհությունը զարդարում է հավատացյալին, բայց երբ որ ներքին հպարտություն կա եւ դրա դրսեւորումները ոչ Աստված է փառավորվում, ոչ էլ Աստծո գործի մեջ, դա օգտակարություն է, ընդհակառակը ավելի խանգարող հանգամանք է։ Պատրաստական լինել Աստծո գործի համար ամեն բաների մեջ, եւ սա զողություն է պահանջում։ Պատրաստական լինել, նվիրված լինել Աստծուն, ամեն բանից առավել նախ Աստծունը։ Բայց եթե մենք կենտրոնանում ենք մեր անձնական գործերի վրա, մեր ընտանիքը, ամեն բան դնում ենք Աստծուց առաջ, մենք ուրեմն այդ նվիրումը չունենք։ Տեր Հիսուս իր թանկագին արյունը մեզ համար թափեց։ Այսօր քեզ համար ով կանի այդ բանը։ Մեր մեղքերը վերցնելու համար Սուրբը, միակ Սուրբը իր կյանքը մեզ համար զոհեց։ Մենք ինչպես պիտի փոխհատույց լինենք։ Անշուշտ չենք էլ կարող, ինչ էլ որ անենք։ 100 այսպիսի կյանք էլ ունենանք եւ ամեն օր էլ գործենք, մենք չենք կարող փոխհատույց լինել, սակայն մեր նվիրումը, մեր պատրաստակամությունը, մեր խոնարհությունը Աստված կգործածի իր գործի մեջ։ Եվ այդ ժամանակ մեր ծառայությունը իրապես Աստծո փառքի համար կլինի։ Նեեմիան այս գործը անելով, այս գործի մեջ մղված լինելով, նաև ինքը պատճառ դարձավ, որպիսի հարյուրավորներ, թերևս հազարավորներ եւս մասնակից լինեն այդ գործին։ Նրանք էլ մասնակցեցին, նրանք էլ օրհնվեցին, այդ մարդիկ, որ տկարացած էին, ամենք իրենց գործերի մեջ էր, շատերը փախած էին, որովհետև թշնամիները անդադ իրենց հալածում են, զորացան, ամրացան, բոլորը սիրտ ունեցան Տիրոջ համար։ Այդպես է գալիս նաև օրհնությունը։ Սա գիտակցական մոտեցում է։ Մենք պիտի հասկանանք, մենք ով ենք, այս կյանքի մեջ ո՞րն է մեր դերակատարությունը։ Ամեն բան իր տեղում թող լինի։ Ընտանիքը, աշխատանքը, զավակները, թոռները, ծնողները, ամեն բան իրենց տեղում թող լինի։ Ամեն բանի մեջ էլ պատշաճ ձևով մենք մեր մասնակցությունները բերենք, սակայն ճանաչենք, թե ինչի համար ենք մենք կանչված։ Եվ այդ ժողովրդի մասնակցությունը տեսանք։ Ոմանք ուղղակի գործում են, ոմանք էլ մասնակից էին։ Այդպես է Աստծո գործը։ Թերևս սիրել ես, քո տարիքը տարել ես 70, 80, 90 տարեկան ես, ասում ես ախր այս մարմինս թուլացած է, ես ինչպես պիտի Տիրոջ համար գործեմ ծառայեմ, բայց դու կարևոր դերակատարություն ունես, քո աղոթքդ, քո անկեղծ աղոթքդ Աստծո գործի համար։ Դու կարող ես մասնակից լինել, պատերազմակից լինել չարի զորությունների դեմ քո աղոթքներով։ Այնպես որ անում ես այդ բանը, շարունակիր անել։ Թող Տերը մեզ զորացնի, որ մենք Տիրոջ գործի մեջ մեր լավագույնը անենք։ Եվ դրանից առաջ, նախ եւ առաջ, մեր սրտերը խոնարհեն Տիրոջ առջև։ Մենք պատրաստական լինենք Աստծո գործի մեջ լինելու։ Այո, այս բանի ոչինչ չկանելու, բայց չգիտենք, այդ մարդիկ
Նեհեմյան եւ իր հետ եղողները, որ գալիս էին Հրեաստան, նրանք չգիտեն, թե իրենց ինչ է սպասում։ Իրենք ինչ գործ պիտի անեն, ինչպես պիտի այդ ամենը ընթանա։ Մենք էլ չգիտենք, սակայն պատրաստակամությամբ այդ սրտով Տիրոջը ներկայանալ, Տերը պատրաստակամին առնում է եւ գործածում է իր փառքի համար։ Նվիրումը շատ կարեւոր է։ Չէ՞ որ մենք մեր Տեր Աստծուն պիտի փառաբանենք, հավիտյանս հավիտենից, եւ այն սկսում է այստեղից։ Միայն երկինք մտնելով չէ, որ այդ բանը տեղի պիտի ունենա, այստեղից է այդ բանը սկսում։ Ուրեմն Աստծո որդիները Աստծո առաջնորդությամբ եւ Սուրբ Հոգու ներգործությամբ ձեռքի տված, ուսի տված կարող են աներևակայելի, անիրական թվացող գործեր անել։ Եվ այդ ամենի մեջ կփառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանս ամեն